Ուզում եմ սկսենք այսօրվա Վահագն Ալեքսանյանի այն մտքից, կարծես թե առաջին անգամ խոստովանեցին, որ պատերազմը իրենք են սադրել, քանի որ Վահագն Ալեքսանյանը մի միտք արտահայտեց, երբ որ ասեցին ուտելու փոխարեն ասեք Արցախի մայրաքաղաքը որն է եւ ասեց մենք ասել ենք հիմա դրա տակից չկարողացանք դուրս գալ։ Այսինքն ստացվում է, որ իրենք են իրոք սադրել իրենց, որ ասում էին Արցախը Հայաստանը եւ վերջ այդ մտքերով։ Նախ մեկ բան հստակ է եւ արձանագրված է, այս իշխանության 8-ամյա ժամանակահատվածում հայ ժողովուրդը 6-7 անգամ ագրեսիա եւ հարձակման է ենթարկվել։ Սա մեկ։ Երկրորդը պետք է արձանագրել, որ այս իշխանության ժամանակահատվածում հազարավոր մարդիկ նահատակվել են, հաշմանդամ են դարձել, անհետ կորել են, գերեվարվել են եւ այս հանգամանքը հենց այնպես չի կարող փակվել եւ գնալ եւ որևէ քաղաքական եւ իրավական գնահատականի չարժանանալ։ Երրորդը այս իշխանության վարքագիծը, հայտարարությունները, որոնք անում էին 18-ին, որոնք անում էին 20-ին, որոնք անում էին 22-ին եւ անում են հիմա, դրանք բոլորը միմյանց հետ գտնվում են խիստ հակասության մեջ, իսկ արտաքին քաղաքականությունում առօրյա վարքագծում ունենալ այդպիսի մոտեցումներ, բնականաբար դա անխուսափելի ոչ միայն երկրի ներսում, այլ դրսում արտաքին դերակատարների հետ հարաբերությունը պետք է բերեր այնպիսի տապալումների, ինչի հետևանքները արտահայտվեց Հայաստանի վրա, Արցախի վրա եւ առհասարակ հայ ժողովրդի վրա։ Այս տեսանկյունից մեկ բան պետք է նաեւ հստակ նշել, որ այս իշխանությունը մեր երկրի գլխին այս 8 տարվա ընթացքում բերեց դժբախտությունների շղթա, բերեց կոտորածներ, բերեց մեր հայրենիքի տարբեր հատվածների կորուստներ եւ այս իշխանության պետական կառավարման ղեկին մնալը անխոս շարունակելու է այդ ողբերգությունների շղթան։ Բայց Նիկոլ Փաշինյանը ասում է, եթե հունիսի 7-ին ընտրություններում մենք չանցանք, եկավ ընդդիմությունը, ուրեմն լինելու է պատերազմ։ Նա ասում է, որովհետև ընդդիմությունը հիմա էլ պատերազմի կարծես թե կոչեր է անում եւ վտանգում է մեր ինքնությունը։ Նախ, գիտեք, երբ որ հասարակությունը գնահատականը հնչեցնում կամ համեմատության մեջ է դրվում տարբեր իրադարձություններ, ապա նայում է տարբեր գործիչների ասածը եւ տեսնում է, թե դրանք որքանով են համապատասխանում իր գործունեությանը եւ առօրյա կյանքին։ Հիմա գիտեք, երբ որ մի իշխանությունը մեղադրանքներ հնչեցնում տարբեր քաղաքական ուժերի հասցեին, ում ժամանակահատվածում մեր երկիրը այդքան հարձակումների եւ ագրեսիայի ենթարկվել, հասկանում եք, դա մարդկանց համար պարզ համեմատության դաշտ է բերում եւ մեր քաղաքացիները ունեն այդ հնարավորությունը գնահատական տալու այն իրավիճակի, որը մենք ունենք եւ ըստ այդմ էլ որոշում կայացնելու, թե իրական խաղաղություն բերողն ով է եւ ով է իրական պատերազմ բերողը։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը պատերազմ բերող քաղաքական ուժ է եւ դա անկախ այն հանգամանքից, թե ինչ սավալի կամ մասշտաբի մանիպուլյացիայի կենթարկվի, մեկը դրանից իրողությունը չի փոխվի։ Ընդդիմությունը կարծես թե այս շրջանում ոչ պատշաճ, ոչ ակտիվ քայլեր է ձեռնարկում հասարակությանը կարծես թե համոզելու, որ ընտրություններին պետք է ընտրել մեզ, քանի որ հասարակության մի զանգված ասում է, եթե ընտրություններին իրենց տեխնացությունը օրինակ դնեն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, մենք իրենց չենք ընտրելու։ Դա գիտեք, հիմա առանձին քաղաքացիների մոտեցումը ներկայացնելը նորմալ է, բայց երբ որ դա ամբողջացնում է ողջ հասարակության վրա, դա չեմ կարծում, թե ճիշտ ուղղություն է, եւ այս տեսանկյունից կարծում եմ յուրաքանչյուր մարդ իր ասելիքը պետք է արտահայտի ոչ միայն բուն ընտրությունների կամ քարոզարշավի ընթացքում, այլ քաղաքական դաշտում ակտիվ դերակատարություն կամ դրա հավակնությունը ունեցող ուժերը կարծում եմ իրենց գործունեությամբ արդեն ցույց են տվել, թե իրականում իրենց խոսքն ու գործը որքանով է իրան համապատասխանում։ Երկրորդը այսօր դաշտում հնարավորությունը բավականին լայն է, յուրաքանչյուրը այսօր ունի ընտրության հնարավորություն, նույն ընդդիմադիր դաշտի տարբեր գործիչների եւ տարբեր ուժերի միջև ընտրություն անելու համար։ Միակ բանը, որը պետք է շատ հստակ լինի, դա այն է, որ չպետք է ընտրությունը կանգնի այն մարդկանց վրա, այն ուժերի վրա, որոնք մեր երկիրը անընդհատ մտցրել են
անկանխատեսելի ալեկոծությունների դաշտ մեր երկրի տարածքները հանձնել են կամ որպես զիջում բանակցային գործընթացում դարձել են սահակարկման առարկա։ Պարոն Աբրահամյան, մի քանի օր առաջ արցախցի կնոջ հանդեպ Նիկոլ Փաշինյանի այդ վարքագիծը, վերաբերմունքը վերջում փախածներ անվանելով, վերջում Նիկոլ Փաշինյանը ուղղակի ներողություն խնդրեց եւ ասեց, ես այդպես չէի ուզում արտահայտվել, սակայն իրենց կուսակցության անդամները արտահայտում են այն միտքը, որ եթե ուզում էին մնային Արցախը լիներ, թող մնային, ինչու հետ եկան։ Կարծես թե Նիկոլ Փաշինյանի ներողությունը ոչ բոլորն են կիսում։ Ասենք այն հանգամանքից, որ իշխանությունը սեպտեմբերի 19-ի հայտնի հարձակման օրերին կանաչ լույս էր վառում Ադրբեջանի համար հարձակումներ գործելու առումով, հայտարարելով, որ իրենք որևէ պարագայում չեն միջամտելու։ Այստեղ խնդիրը այն չէ, թե իրենք միջամտելու էին, չէին միջամտելու, կամ այդ միջամտությունը ինչպես էր դրսևորվում։ Խնդիրը այն էր, որ Հայաստանի իշխանությունը հավաստիացնելով, որ ինքը որևէ ձևով չի արձագանքելու իրավիճակին, Ադրբեջանի համար կանաչ լույս էր վառում հարձակվելու, տեղում մարդկանց բռնագաղթի ենթարկելու, դեռ չեմ խոսում Արցախի ամբողջական օկուպացիան ագրեսիայի միջոցով ապահովելու համար։ Հիմա այդ նույն իշխանության վարքագիծը մարդիկ տեսել են 23 թվականին։ Մարդիկ տեսել են իշխանության վերաբերմունքը, երբ որ արցախցիները 10 ամիս գտնվել են բլոկադայի մեջ, առանց սննդի, առանց էներգակիրների, առանց որևէ նվազագույն պայմանների հնարավորության, եւ մարդիկ տեսել են, թե արցախցիները 44-օրյա պատերազմին 16 թվականին, չեմ ասում դեռ 90-ականների պատերազմի ժամանակ ինչպես են կռիվ տվել եւ 19-ի ադրբեջանական հարձակման ժամանակ ինչպիսի կորուստների գնով փորձել են պաշտպանություն ապահովել անչափ բարդ իրավիճակում։ Հենց մենակ այն հանգամանքը, որ 250-ի կարգի մարդ է զոհվել սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակման ժամանակ 23 թվականին, դա ինքնին արդեն ցույց է տալիս, որ մարդիկ պաշտպանություն են իրականացրել, մարդիկ փորձել են ապահովել այն, ինչը նույնիսկ տեսականորեն է եղել անհնար, բայց մինչև վերջին պայքարել են եւ Հայաստանի իշխանությունների քաղաքական կուրսն է եղել, որ մի կողմից բերել է ադրբեջանական ագրեսիային, մյուս կողմից նաև բերել է բռնագաղթին։